Եկեք տեսեք։ Այս մեր տեղական Golden խնձորն է, տեսեք ինչ բերք ունի։ Ոչ շատ մանր է։ Դե մանդրը այն պատճառով, որ ջուր չկա, նայեք, sense մանդր թափվում է դագը։ Ջուր չլնելու պատճառով չորան են դառնում։ Երես չորային վիճակ։ Իրանք է չափից շատ բերք են բռնում, էլի վերեկը։ Այս տեսեք ինչքան մանդր է մնացել։ Իրանք մոտավորապես մի 5-ից 600 գրամանոց խնձորներ են էլի ելնում։ Արդեն դաժե տես տերևներն էլ չորանում է, էլի ծառների։ Մի կերպ հազիվ պահում եմ, որ ծառը չչորանա։ Սալորները ծառների վրա ջուր չկա, չորանում է դառը։ Սրանք չինական սորտի էլի գոլդենի տիպի խնձորներ են, բայց էլի ջուր, իրանք շատ խոշոր են ելնում, էլի, ահավոր խոշոր, տեսեք, դաժե անցած տարվանից տես դրած է եղել այս փեդը, փեդերով ստոյկիկ էինք տվել, որ ծառը չջարդվեր, մոտավորապես այս չափի ծառը 200 կիլո խնձոր է, էլի, բռնում։ Առավոտ անասուններին կերագրում ենք ու հետո սկսվում է ջուր կրելը։ Ջուր ենք բերում մեր համար, մեր հարևանների համար, մեր բարեկամների համար, մեքենաներով կրում ենք ոտ մի կիլոմետր հեռավորությունից։ Օրվա մեջ 10 անգամ ամենակիչը գնում գալիս ենք։ Ու ասենք խոսքի մենակ մեր համար չէ, էլի։ Հարևանների համար, մեր բարեկամի համար, բոլոր գյուղով որ մեքենա չունի իրանց համար, գյուղում ծեր մարդիկ կան պատերազմի մասնակից հաշվանդամ մարդիկ կան թոշակառու իրանց համար, որ օգնողներ չունեն, էլի։ Ստե ապրողները հիմնականում ժամանակավոր են ապրում։ Ոչ ոք է, ասենք, ստեա վրա խոսքի հույս չի դնում, որ պիտի երկար ապրի ստե, էլի։ Մենք արդեն 8-9 տարի եղավ ստե բնակվում։ Որտեղից եք եկել։ Արմավիրի մարզից։ Դե մենք հիմնականում անասնապահության այդ դրվածքով ենք էլի ստե։ Որ ջուրը բանել լինի, շատ լավ է մեր համար, հարմարվել ենք, էլի։ Հիմնականում այս գյուղի խնդիրները ջուրն է, էլի, ջուրը ճանապարհ չունեն։ Սենց գրունտավը հիմա ասենք չորային վիճակը, հա, մարդիկ կարող են, էլի, մեքենայով կան հասնել իրանց հայտ։ Բայց այն անձրևային սեզոններին, բաներին, խոսքի տեսեք, ես հոսերն ու գոյացել է, սաղ ասենք մեքենաները եկել թաղվել են, սկսել են փորել է, բան դենց, էլի, ճանապարհներ չկա։ Գյուղից մոտավորապես մի 20 աշակերտ կա, էլի, որ սովորում է դպրոցում։ Այդ երեխեքի տանել բերելը շատ ծայրահեղ վիճակ է, խնդիր է։ Ինչի բացակայ է։ Երեխեքը նորմալ չեն կարող կրթություն ունեն։ Ասենք եթե մի երեխան, որ ամսվա մեջ կարող է ձմեռը մի 20 օր բուկ լինի, այդ երեխան ասենք բնականաբար կրթություն չի ստանալու նորմալ։ Միանշանակ ստե ապագա չկա, չի կարող լինի, էլի։ Ես չեմ կարծում, որ ասենք խոսքի, եթե 30 տարվա մեջ 40 տարի առաջ այս գյուղը հիմնվել է, մինչև այդ ապագա չի եղել, ասենք կասկածի տակ է, էլի, որ միանգամից պետք է ապագա լինի, ապագա չի լինելու։ Ամենը մի քանի անասուն է բայում, Ռուսաստանում են աշխատում, աշխատատեղի մասին իհարկե ավելնորդ է, քանի որ դուք էլ եք տեսնում, ստե աշխատատեղ չկա, բան չկա, խոսքի։ Մարդիկ կան, հա, գյուղից մի քանի տեղական, ջահել տեղեկը, սեզոնային այդն մի քանի դուք խոդ են բառնում, մի քանի կոպեկ փող են վաստակում, այդ է, էլի։ Մարդկանց մեջ կա, էլի, ասենք հայ գեն է, էլի, որ ասենք անում ես խոսքի ինչ-որ նա ծայրահեղ տեղ, էլի մարդիկ հնար ճար գտնում են, էլի ապրելու։ Մի ոնց որ մարդիկ այս պայմաններում մի կերպ ապրում են, էլի։ Ես այսքան տարվա ընթացքում չեմ տեսել ինչ-որ մեկը կա, հարցնի ինչ խնդիր կա, ինչ խնդիր ունեք, ինչ լուծում կարանք տանք։ Չենք տեսել, ոչ է ճանաչում ենք, ով կարող է խոսքի մեզ մի հարցով աջակցի։